եթե ուշադիր կամ նկատել եք, հետևել եք, նախորդ հարցոպատասխանի ընթացքում падգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց բարձրացրեց, թե ինչի կառավարությունը չի համախմբում, թե մասնավորապես 2018 թվականից այս կողմ աջակցության ինչ ծրագրեր է արել տարբեր խմբերին ուղղված, որոնց անելը չէր մտնում կառավարության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունների մեջ, այսինքն որ կարող ենք չանել։ Խոսքը ինչի մասին է, խոսքը մասնավորապես հայտնի լիզինգի ծրագրի մասին է, սահմանամերձ գյուղերի ծրագրի մասին է, վարկերի սուբսիդավորման մասին է, ռենովացիայի մասին է, եկամտային հարկի վերադարձի եւ այլնի մասին։ Իհարկե ինձ արդեն տեղեկանքը տվել են, բայց ես խնդրել եմ նորից ստուգենք, որովհետեւ թիվը, որ այնտեղ կա, ճիշտն ասած, որ ես այդ թիվը տեսա, մի քիչ չհավատալու էր կամ շատ, այսինքն մոտավորապես չհավատալու լավ, այդ ստացվում է, որ 2018 թվից մենք այսպիսի ծրագրերով շուրջ 4 միլիարդ դոլարի գումար ենք վերադարձրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Ես կճշգրտենք իհարկե, նորից նայենք, վերանայենք, ասենք կարա ինչ որ շեղումներ լինի, բայց արդեն երկրորդ փուլով եմ ես այդ թիվը բան արել, ստուգես շուրջ 4 միլիարդ, այսինքն ինչի մասին է, սուբսիդավորման տարբեր ծրագրեր, տարբեր վերադարձեր եւ այլն եւ այլն։ Այսինքն խոսքը, այսինքն օրինակ թոշակի վճարումը սրա մեջ չի մտնում, որովհետեւ դա ակնհայտ պարտավորություն է, որ պետությունը պետք է անի, սա ակնհայտ պարտավորություններից դուրս իրականացված ծախսերն են եւ ես նախկինում իմիջայլոց նախորդ տարվա կարծեմ կառավարության զեկույցի քննարկման ժամանակ էր կամ գուցե մի տարի առաջ ես այդ թիվը ներկայացրեցի, որ հեղափոխությունից հետո եւ հեղափոխության արդյունքում 2018 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն 4.4 միլիարդ դոլարի լրացուցիչ գումար է գեներացրել եւ դա մենք որոշակի մեթոդաբանությամբ հաշվարկել էինք ֆինանսների նախարարության հետ վերջերս աշխատել ենք այդ թիվը հասել է արդեն 6.6 միլիարդ դոլարի եւ մենք կարող ենք արձանագրել որ այդ 6.6 միլիարդ դոլարից 4 միլիարդը մենք ուղղակի վերադարձրել ենք քաղաքացիներին ուղղակի հավաքել ենք եւ վերադարձրել ենք քաղաքացիներին տարբեր ծրագրերով, բայց սա ուղղակի զուտ նախնական դիտարկում, որի մասին հետո ավելի մանրամասն բացվածքներով մենք կխոսենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար